Վարդան Ղուկասյանի դոգի վերադարձին սպասում եք։ Ոչ։ Ինչու՞։ Ինչ օգուտ նրանից։ Դուք կուզենաք ձեզ ինչ որ վարկաբեկեն։ Հա։ Ես չէ։ Ոչ։ Չգիտեմ, ինչ որ բացասական բան կա, էլի, որ անտակ զրույցները բանը դա հաճելի չէ։ Facebook-ը երբ բացես, Վարդան Ղուկասյանը հայոյում է։ Չէ, ոչ մի դեպքում։ Վարդան Ղուկասյանի դոգի վերադարձին սպասում եք։ Կոնկրետ ես այո։ Քանի որ ինքը միակ մարդն է, որ կարողանում է ամեն ինչ ճշգրիտ ասի ու հարցը լուծի։ Հենց հիմա ես բնակարանային հարց ունեմ եւ կուզեմ առաջնահերթ լուծում տա ու հաստատ կլուծի։ Ոչ։ Էլ ուրիշ ընտրած չունեն իրանք։ Չի ազիս։ Ես դուրս ասած չեմ էլ ճանաչում։ Եվ որ շատ հայհոյում է։ Չէ, չգիտեմ։ Չեմ կարա պատասխանեմ ազիզ։ Ես քաղաքականության չեմ զբաղվում։ Դրանն ինչքան հայ կա բոլորի վերադարձին է սպասում եմ։ Վարդան Ղուկասյանի դոգի վերադարձին սպասում եք։ Ինչի ազիզ ջան։ Չեմ էլ ուզում տենամ աչքով։ Ես ոչ մեկին չեմ սպասում։ Ոչ։ Ինչու՞։ Նրան սիրուն խոսքերքինով կընթառաջի։ Չէ երևի։ Ես ինձ մեկ գա թե չգա։ Բայց դեսում դե մարդը այլ է թողը ավելի լավ, ինչ այլ է։ Չգիտեմ, իմ համար մեկ է, մարդը թող վերադառնա իր հայրենի։ Չեմ կարա պատասխանեմ։ Ծանոթ չեմ էլի դրամա։ Որ գա սպասում ենք, ինչ էլ թող գա էլի, հայհոյեմ ալի գոնի օխնանք էլի հայոյանքը։ Թող գա վախմես ինչ էլի։ Էդ ում են ուշուս տվել որ ասեն ես բանը սենց էլի կամ նենց։ Թող գա նույնա մարտելի։ Վարդան Ղուկասյանի դոգի վերադարձին սպասում եք։ Ոչ եմ սպասում, ցանկություններ չունեմ սպասելու։ Լավ, իսկ ինչու՞։ Ինքնին սուր չի գալի բարապաշարը։ Հաճելի չէ լսել նման խոսակցությունները։ Կարելի մի քիչ ավելի պարզ, մաքուր, չաղավաղել բառերը, չվիրավորել մարդկանց, ավելի մագարտագոմոդեն այլ թեմաներին դրա համար։ Դե առանձնապես ուրիշ բան չունեմ իր հանդեպ, այդ կամ բան։ Ես ընդհանրապես տենց բաների հետ գլուխ չունեմ, ճիշտն ասած։ Բայց իրեն ճանաչում եք։ Ոչ էլ ճանաչում եմ, ուղղակի ինձ նկարներում եմ տեղել Facebook-ով բան տենց էլի։ Իսկ որ ասեմ իրան ճանաչում եմ, նենց իր աշխատանքը գիտեմ կամ բան, սուտ կլինի։